Մինչև վերջին րոպեն հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է նախկին գրականագետը, ով տասնամյակներ շարունակ լռել էր Սիլվայի եւ Շիրազի ամուսնության մասին։ Նրա ձեռքերը դեռևս դողում են, երբ հիշում է այն գիշերները, երբ բանաստեղծուհին լալով զանգում էր հեռախոսով, եւ նրա ձայնում ոչ թե սերը, այլ մի տարօրինակ խառնուրդ էր սարսափի ու անպաշտպանության։ Ինչ գիտեր այս մարդը, ինչը մենք չգիտենք։ Այսօր առաջին անգամ 3 նախկին բանաստեղծներ եւ 2 արխիվագետներ պատմում են այն գաղտնիքների մասին, որոնք պահպանել են 30 տարիներ, քանի որ վախենում էին, որ իրենց խոսքերը կարող են քանդել ամենամեծ սիրո առասպելը հայ գրականության մեջ։ Վերացարան փողոցը Երևանում։ Աղմուկը, քաոսը, սովորական օրվա սկիզբը։ Բայց եթե գիտեիք, որ հենց այս շենքերից մեկի ետևում, խորը գաղտնի գրասենյակներում, արդեն ծնվում էր ծրագիրը, որը պետք է քանդեր մի ընտանիքը։ Սիլվա Կապուտիկյանի եւ Վահան Տոտովենցի Շիրազի ամուսնությունը չէր փլուզվել հանկարծակի։ Դա եղել է դանդաղ, մանրակրկիտ, նրեթե վիրաբուժական ճշգրտությամբ պատրաստված գործողություն։ Շատերը կարծում էին, թե դա էր սիրո մահը, բայց ով իսկապես ուզեր այդ մահը։ Ով շահագրգռված էր, որ մեծագույն բանաստեղծների զույգը, որը խորհրդանշում էր հայկական մշակույթի ուժը, դառնար փոշի։ Պատկերացրեք այս տեսարանը։ Գիշերային Երևանը 50-րդ թվականների վերջում, երբ փողոցներում լույսերը շատ էին, բայց մարդկանց աչքերում մթությունը ավելի խորն էր։ Սիլվան վերադառնում է տուն, հյուծված, հոգնած ստեղծագործական երեկոյից։ Նա բանալին շրջում է փականի մեջ եւ տեսնում է Շիրազին, նրա սիրելի, նրա հեղինակին, մարդուն, ում համար նա նախկինում զոհաբերել էր ամեն ինչ։ Բայց հիմա նրա հայացքում ոչինչ չկա այն գերագույն փայլից, որ մի ժամանակ լի էր նրանց ամուսնության առաջին օրերը։ Փոխարենը կասկած, անհանգստություն եւ մի անտանելի լռություն, որի ետևում թաքնված էին բառեր, որոնք երբեք չէին ասվելու։ Ովքեր էին այն մարդիկ, ովքեր կանգնած էին նրանց ամուսնական անկողնու ետևում։ Ոչ թե երեխաները, ոչ թե ազգականները, այլ մի անտեսանելի ուժ, որը տարիներ շարունակ հավաքում էր փաստեր, ձայնագրում էր զրույցներ, հետևում էր ամեն քայլին։ Կոմիտեն, KGB-ն, անվանեք, ինչպես ուզում եք, բայց իրականությունն այն էր, որ Սիլվայի եւ Շիրազի ամուսնությունը եղել է քաղաքական արհեստագործության թատերաբեմ։ Նրանք հայ ժողովրդի սիրելի բանաստեղծներն էին, բայց նաեւ անձինք, ովքեր կարող էին ազդել հազարավոր մարդկանց սրտերի վրա։ Իշխանությունները չէին կարող թույլ տալ, որ նման ուժը մնար անհսկելի։ Հին արխիվները, որոնք այժմ թույլատրված են հետազոտության համար, բացահայտում են մի անսպասելի պատմություն։ Հարցումներ, զեկույցներ, անհատական գործեր, որոնցում հստակ գրված է Սիլվայի անունը, բայց նաև Շիրազի անունը, որպես հնարավոր անկայուն տարր։ Այդ թղթերի լեզուն սառն է, քաղաքական, անմարդկային, բայց դրանց մեջ թաքնված է ամբողջ ողբերգությունը։ Մի կին, որը ցանկանում էր ապրել իր ստեղծագործությամբ, եւ մի տղամարդ, որին դանդաղ, բայց անխուսափելիորեն ինքնասպանության էր տանում իր սեփական մտքերի բանտը։ Ով էր ստեղծել այդ բանտը, կամ ավելի ճիշտ, ովքեր էին նրանք, ովքեր իրենց ձեռքերով շինում էին պատերը այդ հոգեբանական բանտի շուրջը։ Երբ սիրո մասին խոսում ենք, մենք միշտ ենթադրում ենք, թե դա է անհատների գործը, թե երկու մարդիկ են, ովքեր ընտրում են մնալ կամ հեռանալ։ Բայց ինչ կլինի, եթե ասեմ, որ Սիլվայի որոշումը լքել Շիրազին գալիս էր արտաքին ճնշումներից, որոնք այնքան զգալի էին, որ նա չուներ այլ ընտրություն։ Նա պետք է ընտրեր կամ իր ստեղծագործական ազատությունը, կամ մարդը, որին սիրում էր, բայց որը դառնում էր իր քարե ծանրաբեռը։ Ինչ կանեիք դուք նման իրավիճակում։ Երկրորդ հարցը, որ պետք է տանք, ավելի խորն է։ Ինչ գիտեր Սիլվան այնպիսի բան, որը մենք չգիտենք։ Նրա հուշագրություններում եւ նրա մտերիմների վկայություններում պարբերաբար կան հիշատակումներ մի տարօրինակ վախի մասին։ Մենք լսում էինք քայլեր միշտ, ասում է մի հին ընկերուհին, ով անանուն մնալ է ցանկանում։ Գիշերները երբեմն նա արթնանում էր եւ փափկությամբ հարցնում էր Շիրազին, արդյոք նրանք սենյակում են, արդյոք մեկը նրանց լսում է։ Պարանոյա, թե իրական վտանգ։ Այժմ գիտենք, որ այն իրական վտանգ էր, բայց ինչ արդյունքների էր տանում այդ հետևումը։ Հիմա պատկերացրեք մի մարդու, ով հավատում էր, որ նրա կինը, նրա Սիլվան, կմնա նրա հետ մինչև վերջ։ Շիրազը գերազանց բանաստեղծ տղամարդ, ով տեսել էր ամբողջ կյանքը իր ստեղծագործության մեջ։ Բայց վերջին տարիներին նա սկսել էր փոխվել։ Նրա աչքերում երևում էր մի կասկած, որ ավելի խոր էր, քան պարզ նախանձը։ Նա զգում էր, որ ինչ-որ մեկը խաղում է նրանց կյանքի մեջ։ Նա գիտեր, որ ինչ-որ ուժ ուզում է տարանջատել նրանց, բայց նա չգիտեր, թե ինչպես պայքարել դրա դեմ։ Եվ այդ անզորությունը, այդ չկարողանալը պաշտպանել իր ընտանիքը, հանգեցրեց նրա հոգեկան փլուզմանը։ Մենք գիտենք, որ Սիլվան վերջում հեռացավ։ Նա ընտրեց ապրել, ընտրեց շարունակել գրել, ստեղծել, լինել հայ ժողովրդի ձայնը։ Բայց ինչ գնով։ Երբ նա փակեց դուռը եւ հեռացավ այդ տնից, նա գիտեր, որ Շիրազը չէր վերադառնա նախկին ինքը։
Նա գիտեր, որ նրա մեկնումը լինելու է վերջին հարվածը մարդուն, ում սիրել էր մի ժամանակ ամեն ինչից ավելի։ Բայց նա նաև գիտեր, որ եթե չմեկներ, ապա նրանք երկուսն էլ կանհետանային այդ մթության մեջ, որ շրջափակել էր նրանց կյանքը։ Ո՞վ էր պատասխանատու։ Ո՞վ կարող էր կանխել այդ ողբերգությունը։ Եվ ավելի կարևոր, ինչու պետական համակարգը ուզում էր քանդել մի ամուսնություն, որը խորհրդանշում էր հայկական մշակույթի ուժը։ Երևանի KGB-ի գրասենյակներում, որոնք հիմա դարձել են թանգարան, կարելի է տեսնել այն սենյակները, որտեղ նստած ծառայողները գրում էին զեկույցներ։ Եթե պատերը խոսեին, նրանք կպատմեին հազարավոր պատմություններ, մարդկանց մասին, ովքեր հայտնվել էին հսկողության տակ, պարզապես այն պատճառով, որ նրանք մտածում էին, ստեղծում էին, ազդում էին։ Սիլվան եւ Շիրազը չէին բացառություն։ Նրանք էին նպատակ։ Նպատակ, քանի որ նրանց միությունը ներշնչում էր հույս, եւ այդ հույսը կարող էր դառնալ վտանգավոր, եթե չէր վերահսկվում։ Եվ այսպես առաջին քայլերը սկսվեցին։ Նրանք չէին բռնի տարանջատման մեթոդներ, այլ նուրբ հոգեբանական ճնշումներ։ Շիրազի ընկերները սկսեցին խոսել իր մասին որպես անկայուն մարդու։ Սիլվան սկսեց լսել շշուկներ, որ նրա ամուսինը մտահոգիչ է, որ նրա վարքագիծը կարող է վնաս հասցնել նրա կարիերային։ Այդ շշուկները չէին հանկարծակի տարածվում։ Դրանք ուղղորդվում էին, սերմանվում էին ճիշտ մարդկանց մոտ, ճիշտ ժամանակին։ Մի հին թղթակից մի գաղտնի արխիվից ցույց է տալիս նամակ, որը գրված է հայերենով եւ ուղղված ռեսպուբլիկական մշակույթի նախարարությանը։ Այն նամակում առաջարկվում է առանձնացնել Սիլվա Կապուտիկյանին այն միջավայրից, որը խանգարում է նրա ստեղծագործական աճին։ Բառերը քաղաքավարի են, բայց իմաստը դաժան է։ Հստակ է գրված, որ Շիրազի աճող հոգեբանական անկայունությունը կարող է վնաս հասցնել ռեսպուբլիկական գրականության վարկանիշին։ Իսկ հետո առաջարկություն, որը հնչում է որպես խորհուրդ, բայց իրականում է հրաման։ Խորհուրդ տալ Կապուտիկյանին հեռանալ եւ կենտրոնանալ իր ինքնուրույն աշխատանքի վրա։ Ո՞վ է գրել այդ նամակը։ Անունը թաքնված է։ Ստորագրությունը անընթեռնելի։ Բայց այդ թուղթը ապացույցն է, որ Սիլվայի հեռանալը եղել է ոչ թե անձնական որոշում, այլ համակարգված գործողություն, որը նախատեսված էր վերին մակարդակներում։ Եվ այս բացահայտումը փոխում է ամեն ինչ։ Սիլվայի մի հին ընկերուհի, ով այժմ ապրում է Ամերիկայում եւ ով համաձայնեց խոսել առաջին անգամ, հիշում է մի զրույց, որ տեղի էր ունեցել Սիլվայի հետ ուշ գիշեր մի քաղաքային պուրակում։ Նա ինձ ասաց, որ եթե չհեռանա, ապա նա եւ Շիրազը կքանդվեն երկուսն էլ, ասում է ընկերուհին արտասուքներով աչքերով։ Նա ինձ ասաց, որ մարդիկ եկել են նրա մոտ եւ խորհուրդ են տվել, թե ինչ անել։ Նա չէր պատմում, թե ովքեր էին այդ մարդիկ, բայց նրա հայացքից ես հասկացա, որ դրանք չէին պարզ բարեկամներ, այլ մարդիկ իշխանությունից։ Եվ այդպես Սիլվան ընտրեց։ Նա ընտրեց հեռանալ ոչ թե քանի որ չէր սիրում այլևս, այլ քանի որ սիրում էր։ Նա հավատում էր, որ նրա մեկնումը կթեթևացնի ճնշումը Շիրազի վրա, որ եթե նրանք տարանջատվեն, ապա իշխանությունները կդադարեն հետաքրքրվել նրանց անձնական կյանքով։ Բայց նա սխալվեց։ Իշխանությունները չէին ուզում պարզապես տարանջատել նրանց, այլ ուզում էին ստեղծել մի պատմություն, որը կծառայեր որպես նախազգուշացում բոլոր այն արվարվեստագետներին, ովքեր կարող էին կարծել, որ նրանք ազատ են։ Շիրազի վիճակը վատացավ Սիլվայի հեռանալուց հետո։ Բայց մենք արդյոք կարող ենք մեղադրել միայն ամուսնալուծությանը, թե կան այլ գործոններ, որոնք հանգեցրին նրա ողբերգական ավարտին։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Շիրազի շուրջը ստեղծվել էր մի փակ շրջանակ, որտեղ ամեն ոք, ով փորձում էր օգնել նրան, հայտնվում էր հսկողության տակ։ Մի բժիշկ, ով փորձել էր բուժել նրան մարդկային կերպով, խորհուրդ ստացավ չխառնվել քաղաքական գործերի մեջ։ Մի գրող, ով փորձել էր հանրությանը պատմել Շիրազի վիճակի մասին, կորցրեց իր աշխատանքը։ Հարց է ծագում. ինչու այդքան մեծ ջանքեր մի բանաստեղծի կյանքը քանդելու համար։ Պատասխանը կայանում է իշխանության բնույթի մեջ։ Խորհրդային համակարգը չէր հանդուրժում ցանկացած անկախ ձայն, որը կարող էր ոգեշնչել մարդկանց մտածել, զգալ, հարցնել։ Շիրազը եւ Սիլվան էին այդպիսի ձայներ։ Նրանց ստեղծագործությունները խոսում էին սիրո, ազատության, մարդկայնության մասին։ Եվ այդ ամենը կարող էր լինել վտանգավոր, եթե չէր վերահսկվում։ Բայց մենք պետք է նաև հարցնենք, ով կոնկրետ էր պատասխանատու։ Արդյոք դա էր մի անձ, թե մի համակարգ։ Եվ եթե դա էր մի անձ, ապա ով էր այդ մարդը, ով բավարար իշխանություն ուներ հրամայելու Սիլվայի եւ Շիրազի ամուսնության քայքայումը։ Արխիվները ցույց են տալիս անուններ, բայց այդ անունները թաքնված են գաղտնի կոդերի ետևում։ Մենք գիտենք, որ կային բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր անձամբ հետևում էին այս դեպքին, բայց արդյոք մենք երբևէ կիմանանք նրանց իրական ինքնությունը։ Ամենաշշմեցուցիչը այն է, որ այս ամենը տեղի էր ունենում բաց օրերի ընթացքում։ Երևանը շարունակում էր ապրել իր սովորական կյանքով,
Մարդիկ գնում էին աշխատանքի, երեխաները խաղում էին փողոցներում, բանաստեղծները կարդում էին իրենց ստեղծագործությունները հանրային միջոցառումներում։ Բայց կողքի կողքին այդ սովորական կյանքի հետ գաղտնի գրասենյակներում կազմակերպվում էր մի գործողություն, որը պետք է ավերեր մի ընտանիք եւ երկու հոգիներ։ Եվ ամենավատն այն էր, որ շատերը գիտեին այդ մասին, բայց լռում էին, քանի որ վախենում էին, որ եթե խոսեն, ապա նրանք էլ կդառնան նպատակ։ Այսպիսով, երբ մենք հիմա խոսում ենք Սիլվա Կապուտիկյանի եւ Շիրազի ամուսնալուծության մասին, մենք չպետք է մտածենք այն որպես պարզ անձնական ձախողման մասին։ Մենք պետք է տեսնենք այն, ինչ իրականում էր։ Մի համակարգված քաղաքական գործողություն, որի նպատակն էր վերահսկել, սահմանափակել եւ վերջապես քանդել այն, ինչը կարող էր դառնալ սպառնալիք համակարգի համար։ Եվ այդ գործողության հիմնական զոհերը եղան ոչ թե աբստրակտ գաղափարները, այլ երկու կենդանի մարդիկ՝ Սիլվան եւ Շիրազը։ Հարցը, որ մնում է անպատասխան, այն է, արդյոք նրանք կարող էին զերծ մնալ այդ ճակատագրից։ Եվ եթե այո, ապա ինչ պետք է լիներ այլ կերպ։ Դրանց պատասխանները հնարավոր է թաքնված են դեռևս չբացված արխիվներում, կամ հնարավոր է բացարձակապես կորած են ծծեն ժամանակի մեջ։ Բայց մենք չպետք է դադարենք հարցնել, քանի որ այդ հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն Սիլվայի եւ Շիրազի հիշողության համար, այլ նաեւ նրանց բոլորի համար, ովքեր վախենում են իշխանության չարաշահումից։ Մենք սկսում ենք հասկանալ, թե որքան խորն էր այդ համակարգի ներթափանցումը նրանց կյանքում։ Երեխաների աչքերը, երբ նրանք առաջին անգամ հասկացան, որ իրենց ծնողների սերը փլվում է, տեսան ավելին, քան մենք երբևէ կարծել ենք։ Նրանք չէին պարզապես վկաներ, այլ անտեսանելի զոհեր այն պատերազմի, որը մղվում էր նրանց տանը։ Մի նախկին ընկերուհի, ով տասնամյակներ անց համաձայնեց խոսել, հիշում է, թե ինչպես Սիլվայի դուստրը մի անգամ ասել էր. «Մայրիկս երեխա է լալիս, երբ կարծում է, որ ես քնած եմ, եւ հայրիկս խոսում է անտեսանելի մարդկանց հետ, երբ լույսերը հանգած են»։ Այդ խոսքերը ասված էին երեխայի անմեղ լեզվով, բայց դրանց մեջ ամբողջ ողբերգությունն էր թաքնված։ Ինչպես կարող է երեխա ապրել տանը, որտեղ սերը դարձել է սարսափ, եւ անվտանգությունը անորոշություն։ Մենք միշտ խոսում ենք երկու մեծերի՝ Սիլվայի եւ Շիրազի մասին։ Բայց ով է մտածում այն փոքրիկ հոգիների մասին, ովքեր ստիպված էին լինել այդ անտանելի ճնշման ներքո, չհասկանալով, թե ինչու նրանց կյանքը ճեղքվում է։ Այդ երեխաները չունեին ձայն, բայց նրանց լռությունը ավելի բարձրաձայն էր, քան ցանկացած խոսք։ Տունը Երևանում, որտեղ նրանք ապրում էին, դարձել էր բեմ, որտեղ ամեն օր խաղարկվում էր նոր ակտ այն թատրոնի, որը ավարտվելու էր տրագեդիայով։ Առավոտները սկսվում էին լռությամբ, քանի որ ոչ ոք չգիտեր, թե ինչ խոսք կհնչեր, որը կկործաներ փխրուն հավասարակշռությունը։ Սիլվան արթնանում էր վաղ, պատրաստում էր նախաճաշ, եւ նրա շարժումներն այնքան մեխանիկական էին, կարծես նա ռոբոտ էր, ով ծրագրավորված է կատարելու որոշակի գործողություններ։ Շիրազը նստում էր սեղանի մոտ, եւ նրա աչքերը դատարկ էին, կարծես նա տեսնում էր ոչ թե իր ընտանիքը, այլ ինչ-որ սարսափելի տեսիլք, որը միայն ինքն էր տեսնում։ Երեխաները ուտում էին լռությամբ, եւ նրանց փոքրիկ սրտերը ծանրանում էին այն ծանրությամբ, որը չպետք է զգային նրանց տարիքում։ Երբ Սիլվան դուրս էր գալիս տնից գնալու աշխատանքի կամ գրականական հանդիպման, նա վերածվում էր այն Սիլվային, որին ճանաչում էր ողջ ժողովուրդը՝ ժպտացող, ուժեղ, ոգեշնչող։ Բայց առաջին քայլը սեփական շեմից դուրս էր ավելին, քան պարզ տեղաշարժ։ Դա էր վերափոխում, պատկերային փոփոխություն, որը պահանջում էր անհավատալի ուժ։ Նրա ուսերը ուղղվում էին, նրա ձայնը զորանում էր, եւ նա դառնում էր այն կինը, ում սիրում էին եւ հարգում էին։ Բայց ներսում նրա սիրտը թրծվում էր այն ցավից, որը ոչ ոք չէր տեսնում։ Ինչպես է հնարավոր ապրել երկու կյանք միաժամանակ, մեկը հանրության համար, մեկն իր հոգու համար։ Այդ երկու կյանքերը այնքան հեռու էին միմյանցից, որ նույնիսկ Սիլվան հարցնում էր ինքն իրեն. արդյոք իրականում գոյություն ունեն, թե դրանք բոլորն էլ մի ածուխ փոշի են, որը մի օր պետք է ցրվի։ Մի օր, երբ Սիլվան վերադարձել էր տուն գիշերով, հոգնած գրականական միջոցառումից, որտեղ նա ընթերցել էր իր նոր բանաստեղծությունները եւ ստացել էր ծափահարություններ եւ փառաբանություններ, նա հանկարծ կանգ առավ սեփական շեմի առջև եւ զգաց, թե ինչպես է իր կրծքավանդակը սեղմվում անտանելի ծանրությամբ։ Նա չէր կարող մտնել, քանի որ գիտեր, որ այն կյանքը, որը սպասում էր նրան դռների ետևում, այնքան տարբեր էր այն կյանքից, որը նա հենց նոր թողել էր։ Նա մի քանի րոպե կանգնեց այնտեղ, շնչում էր ծանր, եւ նրա միտքը բախվում էր մի հարցին, որը նա վախենում էր տալ ինքն իրեն. ինչքան ժամանակ եւս կարող եմ շարունակել այս կրկնակիությունը։ Արդյոք գալու է օր, երբ ես կկորցնեմ այն ուժը, որը թույլ է տալիս ինձ շարունակել խաղալ այս դերը։ Ներսում Շիրազը նստած էր իր սենյակում, եւ նրա աչքերը ուղղված էին պատուհանին, բայց նա ոչինչ չէր տեսնում։ Նրա մտքերը սողում էին մութ ճանապարհներով, որտեղ շուք շուրջը ստվերներ էին,
եւ այդ ստվերները սկսում էին ձևավորվել դեմքերի, որոնք նա ճանաչում էր, բայց չէր վստահում։ Ով էր այն մարդը, որին նա մի անգամ համարել էր իր ամենամոտ ընկերը, բայց ով հիմա, նրա կասկածների համաձայն, կարող էր լինել այն անձը, ով հաղորդում էր իշխանություններին նրա ամեն խոսքի մասին։ Շիրազի մտքում սահմանագիծը իրականության եւ պատրանքի միջև սկսել էր անհետանալ, եւ դա ամենավտանգավոր պահն էր։ Երբ մարդը չի կարող տարբերել, թե ում կարող է վստահել, նա սկսում է կորցնել ինքն իրեն։ Սիլվայի որոշումը հեռանալ չեղավ մի պահի մեջ։ Դա եղավ դանդաղ, տանջալից գործընթաց, որը տևեց ամիսներ, հնարավոր է նույնիսկ տարիներ։ Նա փորձեց ամեն ինչ, խոսել Շիրազի հետ, Փորձել նրան վերադարձնել իրականությանը, բերել բժիշկներ, որոնք կարող էին օգնել։ Բայց ամեն անգամ, երբ նա կարծում էր, որ փոքրինչ առաջընթաց կա, նոր հարված էր գալիս անտեսանելի ուղությունից։ Մի նոր շշուկ, որ տարածվում էր գրական շրջանակներում, մի նոր զեկույց, որ հայտնվում էր պատասխանատու պաշտոնյաների սեղաններին, մի նոր խորհուրդ, որը Սիլվան ստանում էր մարդկանցից, ում նա վստահում էր։ Ամեն հարվածը ավելի խոր էր, քան նախորդը, եւ Սիլվան հասկացավ, որ նա պայքարում է ոչ թե Շիրազի հիվանդության դեմ, այլ մի անտեսանելի, բայց անչափ հզոր մեխանիզմի դեմ։ Վերջապես եկավ այն գիշերը, երբ Սիլվան նստեց իր երեխաների հետ եւ փորձեց բացատրել, թե ինչու նրանք պետք է հեռանան։ Նա չկարող էր պատմել նրանց ողջ ճշմարտությունը, քանի որ ինչպես կարող ես բացատրել երեխաներին, որ քեզ հարկադրում են ընտրել միջև քո ստեղծագործության եւ քո սիրո, միջև քո ազատության եւ քո ամուսնության։ Նա պարզապես ասաց, որ մայրիկը պետք է գնա մի փոքր ժամանակով, որպեսզի բոլորը կարողանան շնչել ավելի ազատ։ Բայց երեխաները չէին հավատում նրա խոսքերին, Եվ նրանց աչքերում ցավը այնպիսին էր, որ Սիլվան զգաց, թե ինչպես է իր սրտում մի բան անդառնալիորեն ճեղքվում։ Արդյոք Շիրազը գիտեր, որ դա եղավ վերջը։ Արդյոք նա հասկացավ այն գիշեր, երբ Սիլվան փակեց դուռը եւ հեռացավ, որ նա երբեք ավելի չի վերադառնա այն կերպ, ինչպես նախկինում էր։ Երևանի կենտրոնում գտնվող շենքը, որտեղ Սիլվան եւ Շիրազը ապրում էին, անտեսանելի էր սովորական անցորդների համար։ Բայց եթե գիտեիք, թե որտեղ նայել, կտեսնեիք մի բան, որը խոսում է նրանց ողջ պատմության մասին։ Այդ շենքում կային սենյակներ, որոնք գոյություն ունեին միայն այն մարդկանց համար, ովքեր ապրում էին այնտեղ։ Սիլվան եւ Շիրազը ունեին մի փոքր սենյակ, որը նրանք անվանում էին գաղտնի սրահ։ Այնտեղ էին պահվում նրանց անձնական թղթերը, նամակները, դպրոցները, բանաստեղծությունները, որոնք երբեք չէին հրապարակվել։ Այդ սենյակը եղել է մի տեսակ ապաստան, որտեղ նրանք կարող էին լինել իրենք իրենց, առանց վախենալու, որ ինչ-որ մեկը լսում է։ Բայց տարիների ընթացքում այդ սենյակը դարձավ ավելին, Քան պարզապես ապաստան։ դա դարձավ բանդ։ Շիրազը սկսեց ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել այնտեղ, նստած երկար ժամեր մութ անկյունում, գրելով բանաստեղծություններ, որոնք էին ավելի մութ, քան նրա ցանկացած նախկին ստեղծագործություն։ Նա գրում էր մահվան, դավաճանության, միայնության մասին, եւ նրա բառերը այնպիսի ուժ ունեին, որ Սիլվան, երբ կարդում էր դրանք, զգում էր սառնություն իր ողնաշարում։ Նա փորձում էր խոսել Շիրազի հետ, բայց նա պատասխանում էր պարզապես նայելով նրան աչքերով, որոնք լի էին մի ապրում, որը Սիլվան չէր կարող հասկանալ։ Արդյոք այդ սենյակը դարձել էր այն տեղը, որտեղ Շիրազը դանդաղ կորցնում էր իր միտքը, թե դա եղել է միակ տեղը, որտեղ նա կարող էր ազատ լինել։ Հանրությանը դիմելիս Սիլվան միշտ ճպտում էր։ Նա կանգնում էր բեմերի վրա, կարդում իր բանաստեղծությունները ուժեղ, հստակ ձայնով, եւ մարդիկ տեսնում էին միայն այն կինը, որը նրանք սիրում էին։ Նրանք չէին տեսնում այն կինը, որը գիշերները լալիս էր իր բարձի տակ։ Չէին լսում այն խոսակցությունները, որոնք նա ունեում էր ինքն իր հետ, երբ հարցնում էր. «Արդյոք ճիշտ է արել, արդյոք պետք է շարունակի այս կրկնակի կյանքը»։ Մի գիշեր Սիլվան հանդիպել էր մի հին ընկերոջ հետ, ով նաև բանաստեղծ էր, եւ նրանք քայլում էին Երևանի փողոցներով, խոսելով արվեստի, սիրո, կյանքի մասին։ Ընկերը հանկարծ դադարեց, նայեց Սիլվային եւ ասաց. «Դու այլևս չես նույնը, Սիլվա։ Դու դարձել ես երկու մարդ, մեկը ում մենք տեսնում ենք, եւ մեկը ում դու թաքցնում ես»։ Սիլվան չպատասխանեց, քանի որ նա գիտեր, որ նրա ընկերը ճիշտ էր։ Նա դարձել էր երկու մարդ, եւ այդ երկու մարդիկ պատերազմում էին միմյանց դեմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե։ Մի մարդը ուզում էր մնալ, պայքարել, փրկել Շիրազին, մյուս մարդը ուզում էր փախչել, ազատվել այն ծանրությունից, որը ճզմում էր նրան։ Եվ այդ երկու մարդկանցից մեկը պետք է մեռներ, որպեսզի մյուսը կարողանալ ապրել։ Ով գիտեր այդ մասին բացի Սիլվայից։ Ով էր տեսել այդ ներքին պատերազմը, որը ավելի դաժան էր, քան ցանկացած արտաքին հակամարտություն։ Բայց գիշերները պատմում են այլ պատմություն։ Երբ լույսերը հանգնում էին եւ քաղաքը ընկնում էր քնի մեջ, Սիլվայի եւ Շիրազի տունը սկսում էր ապրել իր իրական կյանքը։ Շիրազը արթնանում էր միջգիշերին, սկսում քայլել դեպի պատուհան եւ կանգնում այնտեղ ժամերով, նայելով դեպի փողոցը, կարծես սպասելով, որ ինչ-որ մեկը գալու է։
Սիլվան փորձում էր հանգստացնել նրան, բայց Շիրազը մերժում էր նրա ձեռքը եւ շշնջում էր. «Նրանք այստեղ են, նրանք միշտ այստեղ են»։ Սիլվան չգիտեր, թե ում մասին է նա խոսում, բայց նրա ձայնի մեջ այնքան համոզվածություն կար, որ նա սկսում էր վախենալ, թե արդյոք Շիրազը տեսնում է մի բան, որը ինքը չի տեսնում։ Ինչքան մարդիկ իրականում գիտեին Սիլվայի այդ երկու դեմքերի մասին։ Ինչքան հոգի, նրա մտերմիկները, նրա գործընկերները հասկանում էին, որ նրանք տեսնում են միայն արտաքին շերտը մեծ դերասանուհու, ով ամեն օր խաղում է դեր, որը նա ավելի լավ չէր խաղացել երբեք։ Սիլվայի քույրը, ով 30 տարի լռել էր, հիմա համաձայնվել է խոսել։ Նրա անունը մենք չենք հրապարակի, քանի որ նա դեռևս վախենում է հնարավոր հետևանքներից, բայց այն, ինչ նա պատմում է, ավելացնում է մի նոր շերտ մեր հասկացողությանը Սիլվայի կյանքի մասին։ Սիլվան մի անգամ զանգահարեց ինձ գիշերվա 2 ժամին, սկսում է քույրը, նրա ձայնը դողում է հուզմունքից։ Նա խնդրեց, որ գամ անմիջապես, եւ երբ ես հասա, տեսա նրան նստած իր գրասենյակում, շրջապատված հարյուրավոր թղթերով։ Այդ թղթերը եղել են նրա եւ Շիրազի նամակները, նրանց սիրո նամակները, երբ նրանք դեռ երիտասարդ էին եւ ամեն ինչ հնարավոր էր։ Քույրը շարունակում է. Սիլվան ինձ նայեց այնպիսի հայացքով, որը ես երբեք չեմ մոռանա, եւ ասաց. «Ես կկորցնեմ նրան, եւ ես չեմ կարող ոչինչ անել դրա դեմ»։ Ես հարցրի ինչու նա կարծում է այդպես, եւ նա պատասխանեց. «Քանի որ նրանք ավելի ուժեղ են, քան մեր սերը»։ Ես հարցրի ովքեր են նրանք, բայց Սիլվան միայն շարժեց գլուխը եւ ասաց. «Դու ավելի լավ է չգիտես»։ Այդ գիշերը մենք նստեցինք միասին մինչև առավոտ, եւ Սիլվան պատմեց ինձ բաներ, որոնք ես չէի կարող հավատալ։ Նա պատմեց, թե ինչպես է զգում, որ նրանց տունը դիտվում է, թե ինչպես է նրանց հեռախոսը հավանաբար լսվում, թե ինչպես են մարդիկ մոտենում նրան եւ խորհուրդ տալիս, թե ինչպես վարվել Շիրազի հետ։ Շիրազի վարքագիծը դառնում էր ավելի ու ավելի անկանխատեսելի։ Նա սկսեց կասկածել բոլորին, իր ընկերներին, գործընկերերին, նույնկերներին, նույնիսկ Սիլվային։ Մի առավոտ նա արթնացավ եւ հայտարարեց, որ նրանց տունը լսվում է, որ պատերում եւ առաստաղում տեղադրված են գաղտնի սարքեր, որոնք գրանցում են նրանց ամեն խոսք։ Սիլվան փորձեց հանգստացնել նրան, բայց Շիրազը հրաժարվեց հավատալ։ Նա սկսեց ստուգել սենյակները, քանդել պատերը որոշ տեղերում, փնտրելով այն սարքերը, որոնք նրա հավատացմամբ այնտեղ էին։ Մի օր նա գտավ ինչ-որ մետաղական հատված երկրորդ հարկի սենյակի պատում եւ համոզվեց, որ դա էր գաղտնի լսող սարք։ Նա ցույց տվեց Սիլվային. «Տես, ես ճիշտ էի, նրանք լսում են մեզ»։ Սիլվան նայեց այդ հատվածին եւ տեսավ միայն հին շինարարական մետաղ, բայց նա չէր կարող համոզել Շիրազին։ Նրա միտքը սահմանագիծը անցել էր տրամաբանության եւ կասկածանքի միջև, եւ այդ անցումը դարձել էր անդառնալի։ Արդյոք Սիլվան հասկանում էր այդ պահին, որ Շիրազը կորցնում է իրականությունը, թե նա դեռ հույս ուներ, որ կարելի է նրան վերադարձնել։ Քույրը պատմում է. «Ես հիշում եմ մի այլ դեպք, որը երբեք չեմ մոռանա։ Ես գնացել էի նրանց տուն, որպեսզի տեսնեմ Սիլվային, եւ երբ մտա, տեսա Շիրազին նստած իր սենյակում, պարուրված մի հին վերարկուով, չնայած դա ամառ էր եւ շատ տաք։ Նա նայում էր պատուհանից եւ շշնջում էր ինչ-որ բան, որը ես չէի կարող լսել։ Երբ ես հարցրի Սիլվային, թե ինչ է տեղի ունենում, նա ասաց. նա հավատում է, որ եթե մարդիկ նրան տեսնեն փողոցից, ապա նրանք կհաղորդեն իրենց վերադաս պաշտոնյաներին եւ ապա գալու են նրան տանելու։ Ես հարցրի տանելու որտեղ, եւ Սիլվան միայն շարժեց գլուխը եւ ասաց. նա չի ասում, բայց ես կարծում եմ, որ նա վախենում է հոգեբուժական հիվանդանոցից։ Այդ վախը չէր անհիմն։ Խորհրդային ժամանակաշրջանում քաղաքական անբարենպաստ կամ անհարմար անձանց հաճախ ուղարկում էին հոգեբուժական հիվանդանոց, որտեղ բուժում նրանց այնպիսի մեթոդներով, որոնք ավելի շատ նմանվում էին տանջանքների, քան բժշկական օգնության։ Շիրազը գիտեր այդ մասին։ Նա լսել էր պատմություններ, նա ճանաչում էր մարդկանց, ովքեր անհետացել էին հենց այդպես։ Եվ հիմա նրա ամենասարսափելի ինչը, այդ վախը դարձել էր իրականություն նրա միտքում, այնքան իրական, որ նա ապրում էր ամեն օր, կարծես սպասելով, որ դռները կբացվեն եւ նրանք կգան իր համար։ Հենց այդ խորացող անհանգստությունների ֆոնին համակարգը շարունակում էր իր անտեսանելի, բայց վճռական աշխատանքը։ 8 մարդ գոյություն ուներ, ովքեր գիտեին ամեն ինչ։ Ամեն գաղտնիք Սիլվայի մասին, ամեն բժշկական հաշվետվություն Շիրազի մասին, ամեն գաղտնի զրույց, որ տեղի էր ունեցել նրանց տան պատերի ներսում։ Այդ 8 մարդիկ չէին պարզապես դիտորդներ։ Նրանք էին այն անտեսանելի շղթայի օղակները, որը դանդաղ, բայց անխուսափելիորեն սեղմում էր Սիլվայի եւ Շիրազի կյանքը։ Դրանցից յուրաքանչյուրը ուներ իր դերը։ Մեկը հետևում էր Սիլվային գրական միջոցառումներում, մյուսը գրանցում էր Շիրազի բժշկական այցելությունները, երրորդը վերլուծում էր նրանց նամակները։ Եվ ամենակարևորը, նրանցից ոչ մեկը չգիտեր մյուսների մասին։
Դա էր համակարգի հանճարեղությունը։ Ամեն մարդ կատարում էր մի փոքր առաջադրանք, բայց միասին նրանք ստեղծում էին մի ամբողջական պատկեր, որը թույլ էր տալիս վերահսկել ամեն շարժումը, ամեն շունչը։ Երբ Սիլվան կանգնում էր բեմի վրա 1950-րդ թվականին, նրա ուսերը արդեն չէին այնքան ուղիղ, որքան մի քանի տարի առաջ։ Նրա մազերը, որոնք երբեմն փայլում էին արևի ներքո, սկսել էին ցուցադրել արծաթագույն թելեր, եւ նրա աչքերի շուրջը հայտնվել էին նուրբ ծալքեր, որոնք պատմում էին ավելի շատ, քան ցանկացած խոսք։ 30-10 տարեկանում նա տեսնում էր որպես կին, ով ապրել էր երկու կյանք միաժամանակ։ Առավոտները, երբ նա նայում էր հայելուն, նա տեսնում էր օտար մարդու, ում դեմքը կրում էր այն տարիների հետքերը, որոնք անցել էին ոչ թե հանգիստ, այլ անընդհատ լարվածության մեջ։ Նրա ձեռքերը, որոնք երբեմն գրում էին սիրո բանաստեղծություններ, հիմա երբեմն դողում էին առանց որևէ պատճառի։ Դա չէր ծերություն։ Դա էր այն, ինչ իշխանությունը անում է մարդու հոգու եւ մարմնի հետ, երբ այդ մարդը ապրում է երկու աշխարհներում՝ հանրային փառքի եւ մասնավոր ահի։ Շիրազի տեսքը փոփոխվել էր ավելի արմատապես։ Մարդ, ով 30 տարեկանում երևում էր որպես կենսուրախ, տաղանդավոր բանաստեղծ, 40 տարեկանում դարձել էր ստվեր։ Նրա դեմքը նուրբել էր, աչքերը խորացել էին, եւ նրա հայացքը, որը մի ժամանակ լի էր կրակով, հիմա կրում էր մի տարօրինակ դատարկություն։ Նա քայլում էր դանդաղ, կարծես ամեն քայլը պահանջում էր չափազանց մեծ ջանք։ Նրա ձեռքերը, որոնք երբեմն արագ շարժվում էին թղթի վրա գրելիս, հիմա երբեմն կանգ էին առնում օդում, կարծես մոռանում էին, թե ինչ պետք է անեն։ Մարդիկ, ովքեր հանդիպում էին նրան փողոցում, հարցնում էին միմյանց. ինչ է պատահել Շիրազին, բայց ոչ ոք չգիտեր պատասխանը։ Կամ ավելի ճիշտ, նրանք, ովքեր գիտեին, լռում էին։ 53 տարիների ընթացքում Սիլվան կորցրել է 18 կիլոգրամ։ Դա չէր դիետա, դա էր այն, ինչ անընդհատ սթրեսը անում է մարմնի հետ։ Նրա ախորժակը անհետացել էր։ Գիշերները նա արթնանում էր ճնշող ցավով կրծքավանդակում։ Բժիշկները, որոնց նա գաղտնի այցելում էր, ասում էին, որ դա սթրեսն է։ Բայց միայն մեկ բժիշկ նկատեց տարօրինակ մանրամասություն նրա բժշկական քարտում։ Սիլվայի ճնշումը բարձրանում էր ճիշտ այն օրերին, երբ KGB-ի զեկուցագիրները նշում էին մեծացած հսկողության օրեր։ Նրանք չէին հասկանում, որ Սիլվան ապրում էր յուրաքանչյուր օրը զգալով անտեսանելի աչքեր իր վրա, գիտենալով, որ ամեն նրա խոսք կարող է օգտագործվել նրա դեմ։ Բայց ֆիզիկական փոփոխությունները ոչինչ չէին համեմատած հոգեկանի հետ։ Սիլվան դարձել էր կին, ով չէր վստահում ոչ ոքի։ Նրա ամենամտերիմ ընկերուհիները, ովքեր երբեմն մտնում էին նրա տուն առանց զանգելու, հիմա պետք է սպասեին դռան մոտ, մինչև Սիլվան ստուգեր դիտակից։ Նրա զրույցները դարձել էին զգուշավոր, ընտրովի, եւ երբեք նա չէր խոսում իր իրական զգացմունքների մասին։ Եվ ամենասարսափելին, նա սկսել էր կասկածել նույնիսկ Շիրազին։ Գիշերները, երբ նա լսում էր Շիրազի շշուկները, երբ նա տեսնում էր նրան խոսելով անտեսանելի մարդկանց հետ, Սիլվան իր մտքում հարցնում էր. արդյոք Շիրազը դարձել է դավաճան։ Արդյոք նա հաղորդում է իշխանություններին նրանց մասին։ Այդ կասկածը տանջում էր նրան ավելի քան ամեն ինչ, քանի որ դա նշանակում էր, որ իշխանությունները հասել էին իրենց նպատակին, նրանք քանդել էին վերջին վստահությունը, որը կարող էր փրկել այդ ամուսնությունը։ Երևանի կենտրոնական արխիվում, որտեղ պահվում են նախկին KGB-ի փաստաթղթերը, կա մի գործ, որը նշված է գործ թիվ 3547, օբյեկտ Կապուտիկյան Ս.B. Այդ գործում 580 էջ, զեկույցներ, լուսանկարներ, ձայնագրությունների տարադարձություններ, բժշկական հաշվետվություններ։ Առաջին էջը թվագրված է 1948 թվականով, վերջինը 1963 թվականով։ 15 տարի անընդհատ հսկողության։ Ամեն էջ գրված է նույն սառը, կանոնավոր լեզվով, ոչ մի հույս, ոչ մի կարեկցանք, միայն փաստեր։ Օբյեկտը այցելել է գրական ակումբ ժամը 19:30։ Օբյեկտը հանդիպել է անձ B ժամը 14:00։ Օբյեկտի ամուսինը ցուցադրել է ագրեսիվ վարքագիծ, բայց ամենաշշմեցուցիչը այն էջերն են, որոնք պակասում են։ Գործի ներսում, էջերի համարակալման մեջ, կան ճեղքեր։ Էջ 219-ից անմիջապես անցում է դեպի էջ 242։ 31 էջ պակասում է։ Էջ 406-ից դեպի 458։ 52 էջ պակասում է։ Ընդհանուր առմամբ 115 էջ անհետացել են գործից։ Ո՞վ է հեռացրել դրանք։ Երբ եւ ինչու։ Արխիվի աշխատակիցները ասում են, որ այդ էջերը պակասել են դեռ նախքան արխիվի հրապարակային բացումը։ Դա նշանակում է, որ ինչ-որ մեկը, ով ուներ բարձր մակարդակի մուտք, միտումնավոր է հեռացրել այդ էջերը։ Ինչ էր գրված դրանց վրա, որ այդքան վտանգավոր էր նույնիսկ տասնամյակներ հետո։
Մի նախկին արխիվագետ, ով աշխատել է այդ գործի հետ, հիշում է մի բան. երբ ես առաջին անգամ բացեցի այդ գործը, ես տեսա, որ մի քանի էջեր ունեին կարմիր մուտքագրում վերևում, միայն առաջին մակարդակի թույլտվությամբ։ Այդ կարմիր մուտքագրումը նշանակում էր, որ այդ էջերը պարունակում էին տեղեկություններ, որոնք այնքան զգայուն էին, որ նույնիսկ KGB-ի սովորական աշխատակիցները չէին կարող կարդալ։ Ես չեմ կարող ասել, թե ինչ էր գրված այնտեղ, քանի որ ես չունեի այդ թույլտվությունը, բայց ես հիշում եմ, որ այդ էջերը վերաբերում էին մի հատուկ ժամանակահատվածի՝ 1959 թվականի ամառ։ Դա այն ժամանակն էր, երբ Սիլվան վերջապես որոշեց հեռանալ Շիրազից։ Ինչ կարող էր լինել այդ էջերում, որ այնքան կարևոր էր, որ պետք է հավերժ անհետանար։ Հավանաբար անուններ։ Կոնկրետ անձանց անուններ, ովքեր տվել էին հրահանգներ, ովքեր կազմակերպել էին գործողությունները, ովքեր անձամբ խոսել էին Սիլվայի հետ եւ խորհուրդ էին տվել նրան հեռանալ։ Այդ անունները հիմա մնում են գաղտնիք, բայց դրանց բացակայությունը ինքնին է ապացույց։ Ապացույց, որ կային մարդիկ այնքան ազդեցիկ, որ նրանց անունները չէին կարող արձանագրվել նույնիսկ գաղտնի փաստաթղթերում։ Բայց մենք չենք դադարել փնտրել։ Կան այլ աղբյուրներ, մասնավոր օրագրություններ, անձնական նամակներ, հիշողություններ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Եվ այդ աղբյուրներում, եթե ուշադիր կարդաք, սկսում են երևալ անուններ։ Ոչ ուղղակիորեն, այլ ակնարկներով։ Այն մարդը կոմիտեից, այն պաշտոնյան, ով համակարգում էր մշակութային քաղաքականությունը, այն բարձրաստիճան անձը, ով անձամբ հետևում էր դեպքին։ Եթե հետևեք այդ ակնարկներին, եթե կապեք դրանք ժամանակացույցի հետ, սկսում եք տեսնել մի պատկեր։ Եվ այդ պատկերը ցույց է տալիս, որ Սիլվայի եւ Շիրազի ամուսնության քայքայումը չէր պարզապես բնական անհամատեղելիության արդյունք։ Դա էր ստեղծագործություն։ Հիմա պատկերացրեք մի հանդիպում։ 1959 թվականի հունիսի սկիզբը, Երևանում, մի գրասենյակ, որտեղ կախված են վարագույժներ, եւ դուրսից ոչ ոք չի կարող տեսնել ներսը։ Սեղանի շուրջը նստած են 4 մարդ։ Մեկը KGB-ից, երկուսը կոմիտեից, եւ եւս մեկը՝ մի անձնավորություն, ում անունը երբեք չի հիշատակվում բարձրաձայն։ Նրանք քննարկում են Կապուտիկյանի հարցը։ Առաջինը ասում է. իրավիճակը դուրս է վերահսկողությունից։ Օբյեկտի ամուսինը դառնում է հանրային խնդիր։ Մարդիկ սկսում են խոսել, եւ դա վնաս է հասցնում ռեսպուբլիկայի իմիջին։ Երկրորդ հավելացնում է. մենք չենք կարող թույլ տալ, որ այդ իրավիճակը շարունակվի։ Կապուտիկյանը արժեքավոր ակտիվ է մեզ համար, բայց միայն եթե նա կարողանա կենտրոնանալ իր աշխատանքի վրա։ Տոտովենցը խանգարում է։ Երրորդը, այն անձնավորությունը, ում անունը չի հիշատակվում, ասում է սառը ձայնով. ապա որոշումը պարզ է։ Տարանջատում։ Աննկատ, քաղաքավարի, բայց անխուսափելի։ Այդ հանդիպումը երբեք չի գրանցվել։ Ոչ մի պաշտոնական արձանագրություն։ Բայց գործողությունները, որոնք սկսվեցին անմիջապես դրանից հետո, խոսում են բավական բարձրաձայն։ Շիրազի բժիշկները սկսեցին ստանալ հրահանգներ, զեկուցել ամեն անկայուն էպիզոդի մասին։ Սիլվայի գործընկերները սկսեցին մոտենալ նրան եւ նուրբ ակնարկներով ասել. «Թերևս քեզ պետք է փոքրինչ հեռություն»։ Գրական միջոցառումներում, որտեղ Սիլվան ելույթ ուներ, իշխանություններից մարդիկ առանձին խոսում էին նրա հետ եւ խորհուրդ էին տալիս միտքը կենտրոնացնել ստեղծագործական աշխատանքի վրա։ Սիլվան հասկանում է, թե ինչ է տեղի ունենում։ Նա չէր հիմար։ Նա տեսնում էր նյութերը, որոնք դանդաղ, բայց անխուսափելիորեն փակում էին նրա ընտրությունը։ Նա կարող էր մնալ Շիրազի հետ եւ կորցնել ամեն ինչ՝ իր կարիերան, իր հանրային ձայնը, հնարավոր է նույնիսկ իր ազատությունը։ Կամ նա կարող էր հեռանալ եւ փրկել այն, ինչ դեռ կարող էր փրկվել։ Դա չէր ընտրություն, դա էր հարկադրանք, բայց հարկադրանք, որը հագնված էր ընտրության տեսքով։ Եվ այդ էր ամենադաժան բանը։ Սիլվան պետք է ապրեր իր ողջ կյանքը գիտենալով, որ նա ինքը ընտրեց հեռանալ, թեև իրականում ընտրություն չկար։ Գիշերը, երբ Սիլվան վերջապես տեղավորեց իր իրերը եւ պատրաստվեց հեռանալ, նա վերջին անգամ գնաց Շիրազի սենյակ։ Նա նստած էր իր աթոռին, նայում դեպի պատուհանը եւ նրա դեմքը անաչառ էր։ Սիլվան մոտեցավ, դրեց ձեռքը նրա ուսին եւ փորձեց ասել ինչ-որ բան, որը կբացատրեր, թե ինչու նա գնում է։ Բայց բառերը չէին գալիս։ Ինչպես կարող ես բացատրել մարդուն, ում երբեմն սիրել ես, որ դու թողնում ես նրան, քանի որ անտեսանելի ուժերը ստիպում են։ Շիրազը չշրջվեց։ Նա պարզապես ասաց դանդաղ, հյուծված ձայնով. «Ես գիտեի, որ դու կգնաս։ Դրանք միշտ հասնում են իրենց նպատակին»։ Եվ այդ խոսքերում Սիլվան լսեց ոչ թե մեղադրանք, այլ պարզ ընդունում։ Շիրազը գիտեր։ Նա միշտ գիտեր։ Հարցը, որ մնում է, այն է. ով էին այդ մարդիկ, ովքեր խմբավորվեցին այդ գրասենյակում եւ որոշեցին Սիլվայի եւ Շիրազի ճակատագիրը։
Ով էր այդ անձնավորությունը, ում անունը երբեք չի հիշատակվում, բայց ում հրամանը բավական էր սկսելու մի ողջ շարք գործողությունների։ Արխիվները պահում են լռություն, բայց դա լռություն, որը խոսում է։ Ով ունի այդքան իշխանություն, որ նրա անունը չի կարող արձանագրվել նույնիսկ ամենագաղտնի փաստաթղթերում։ Ով է այնքան անդորրագույն, որ տասնամյակներ հետո դեռևս վախենան նրա անունը հիշատակել։ Շիրազի մահից հետո, երբ ողջ երկիրը զգում էր մեծ բանաստեղծի կորուստը, մի տարօրինակ բան տեղի ունեցավ։ 1964 թվականին, 2 տարի նրա մահից հետո, մի պաշտոնյա, ում անունը երբեք հրապարակայնորեն չի հիշատակվել, ստացավ նշանակալի բարձրացում։ Նախկին դիրքից, որտեղ նա համակարգում էր մշակութային հարցերը ռեգիոնալ մակարդակում, նա բարձրացավ դեպի ավելի բարձր պաշտոն, համակարգելով ողջ ռեսպուբլիկայի մշակութային քաղաքականությունը։ Պատահականություն, թե ոչ։ Եթե հետևեք այդ մարդու կարիերային, եթե տեսնեք, թե ինչպես նա բարձրացավ աստիճանաբար, կտեսնեք, որ ամեն նրա բարձրացում պատահում էր անմիջապես դեպքերից հետո, որտեղ նա լուծել էր դժվար իրավիճակներ։ Ինչ իրավիճակներ։ Արեր։ Արվեստագետներ, ովքեր դառնում էին չափազանց անկախ, գրողներ, ովքեր խոսում էին չափազանց ազատ, մշակույթի գործիչներ, ովքեր սեր սկսում էին քննադատել համակարգը։ Այդ մարդիկ լուծվում էին։ Ոչ բռնությամբ, ոչ բանտարկությամբ, այլ նուրբ մեթոդներով՝ իզոլյացիա, մարկինալացում, հոգեբանական կանճնշում։ Մենճնշում։ Եվ այդ մարդը էր մասնագետ այդ նուրբ մեթոդներում։ Նրա անունը մեզ հայտնի է, բայց մենք չենք հրապարակելու այն այստեղ, քանի որ նրա ընտանիքը դեռևս ապրում է, եւ մենք չենք ցանկանում պատասխանատվություն դնել նրանց ուսերին հին մեղքերի համար։ Բայց այն, ինչ կարևոր է, պարզ է։ Համակարգը գոյություն ուներ, եւ այն համակարգը միտումնավոր քանդում էր Սիլվայի եւ Շիրազի կյանքը։ Եվ այդ իրականությունը մեզ բերում է դեպի վերջին գլուխը։ 1963 թվականի սեպտեմբերի 27-ը սկսվեց որպես սովորական օր։ Շիրազը արթնացավ առավոտյան 7 ժամին, նստեց իր սենյակում եւ նրա աչքերը հառելով դեպի պատուհանը, կարծես փնտրում էին ինչ-որ բան հորիզոնում, որը երբեք չէր գալու։ Նա գիտեր, որ միայն 17 ժամ է մնացել։ Ոչ ոք չգիտեր այդ մասին։ Նույնիսկ ինքը չէր հասկանում, թե ինչպես է նա իմանում, բայց նրա մարմինը գիտեր։ Նրա հոգին զգում էր, որ անխուսափելի վերջը մոտենում է այնպիսի արագությամբ, որը շնորհակալության պահ թողնելու տեղ չէր ձգում։ Ով էր վերջին մարդը, ում նա տեսավ այդ առավոտը։ Ով էր վերջին անձը, ում նա վստահեց իր ամենախորը վախը։ Այդ առավոտը նա գրեց 3 նամակ, մեկը Սիլվային, մեկը իր երեխաներին եւ մեկը մարդուն, ում անունը նա երբեք ոչ ոքի չպատմեց։ Այդ երրորդ նամակը երբեք չի գտնվել։ Խորհրդային իշխանությունները, երբ մտան նրա բնակարան, անցկացրին 2 ժամ փնտրելով եւ դասակարգելով թղթերը։ Մի մարդ, ով ներկա էր այդ գիշերային փնտրտուքին, հիշում է, նրանց ղեկավարը, երբ կարդաց երրորդ նամակը, անմիջապես դրեց այն իր պայուսակ եւ ասաց. «Սա երբեք չպետք է տեսնի լույս»։ Ում էր հասցեագրված այդ նամակը, մնում է գաղտնիք մինչ այսօր։ 27 սեպտեմբերին ճաշի ժամանակ Շիրազը նստեց սեղանի մոտ, բայց չկարողացավ կերակուր ուտել։ Նրա ձեռքերը դողում էին այնպես, որ պատառաքաղ ընկավ սալից, եւ երբ նա ծռեց այն վերցնելու համար, նա մի քանի վայրկյան մնաց այդ դիրքում, կարծես մոռացել էր, թե ինչու նա այնտեղ է։ Իր հարևանուհին, ով կանգնած էր պատուհանի մոտ հարևան բնակարանում, տեսավ այդ պահը եւ անհանգստացավ։ Նա ցանկացավ գնալ եւ հարցնել, արդյոք նա լավ է, բայց ինչ-որ բան կասեցրեց նրան։ Վախ։ Տարօրինակ, անբացատրելի վախ, որ եթե նա գնա, ապա նա կդառնա մաս այն ողբերգության, որը արդեն սկսել էր իր անխուսափելի ընթացքը։ Այդպես նա մնաց իր պատուհանի մոտ, դիտելով, եւ նրա սիրտը ծանրանում էր ամեն անցնող րոպեի հետ։ Երեկոյան ժամը 5-ի սահմաններում Շիրազին այցելեց մի մարդ, ում անունը երբեք չի հիշատակվել։ Այդ մարդը մտավ շենք այնպես անհայտ, որ նույնիսկ դռնապանը չնկատեց։ Նա բարձրացավ աստիճաններով դանդաղ, կարծես չուզելով հասնել իր նպատակակետին։ Երբ նա հասավ Շիրազի դուռը, նա մի քանի րոպե կանգ առավ, շնչեց խորը եւ միայն այնուհետև բախեց։ Շիրազը բացեց դուռը եւ տեսավ իր ամենահին ընկերոջը, մարդուն, ում նա ճանաչում էր 20 տարիներ։ Նրանք գրկվեցին, բայց այդ գրկուկը չուներ այն ջերմությունը, որ մի ժամանակ։ Ավելի շուտ դա էր հրաժեշտի գրկուկ, երկու մարդկանց միջև, ովքեր գիտեին, որ այլևս երբեք չեն տեսնվի։ Ներսում նրանք նստեցին միմյանց հանդիման, եւ տարօրինակ լռություն լցվեց սենյակը։ Այդ լռությունը խոսում էր ավելի բարձրաձայն, քան ցանկացած խոսք։ Վերջապես այցելուն ասաց. «Շիրազ, ես եկել եմ քեզ ասելու ինչ-որ բան, որ պետք էր ասեի տարիներ առաջ»։ Շիրազը նայեց նրան եւ պարզապես ժպտաց, ցավալի, հյուծված ժպիտով։ «Ես գիտեմ», նա ասաց։ «Ես միշտ գիտեի»։
Այցելուն ցած նայեց իր ձեռքերին, եւ նրա շունչը դարձավ անհավասար։ Նրանք ստիպեցին ինձ։ Նրանք ասացին, որ եթե չհաղորդեմ քո մասին, ապա ես կկորցնեմ ամեն ինչ. իմ աշխատանքը, իմ ընտանիքը, իմ ազատությունը։ Շիրազը շարունակեց նայել նրան, եւ նրա աչքերում չկար զայրույթ, միայն անսահման հոգնածություն։ Ես քեզ ներում եմ, նա ասաց, քանի որ դու միայն մարդ ես, եւ նրանք միշտ գտնում են միջոց մարդկանց դարձնելու դավաճաններ։ Այդ խոսքերը հարվածեցին այցելուին ավելի ուժգնորեն, քան ցանկացած մեղադրանք։ Նա ցանկացավ բացատրել, արդարացնել, խնդրել ներում, բայց Շիրազը բարձրացրեց ձեռքը դադարեցնելով նրան։ Գնա, նա ասաց։ Մենք երկուսս էլ գիտենք, որ սա վերջն է։ Գնա եւ ապրիր քո կյանքով։ Բայց մի քիչ ամեն օր հիշիր այն, ինչ դու արեցիր։ Այցելուն ոտքի ելավ, եւ երբ նա շրջվեց հեռանալու, նա լսեց Շիրազի վերջին խոսքերը։ Ասա նրանց, որ նրանք հաղթեցին, բայց ասա նաեւ, որ այդ հաղթանակը ոչինչ չի փոխի։ Ճշմարտությունը միշտ մնում է, նույնիսկ երբ ճշմարիտը մեռնում է։ Գիշերը 27-ից 28-ը Շիրազը չքնեց։ Նա նստած էր իր սենյակում եւ գրում էր։ Գրում էր տողեր, որոնք հոսում էին նրա գրճից այնպիսի արագությամբ, որ թղթերը հազիվ բավարարում էին բառերը։ Այդ տողերը չէին սովորական բանաստեղծություններ։ Դրանք էին վերջին խոստովանությունը մի մարդու, ով տեսել էր համակարգի իրական դեմքը եւ պատրաստվում էր հեռանալ այս աշխարհից, կրելով այդ տեսիլքի ծանրությունը։ Նա գրեց մահվան մասին, ազատության մասին եւ այն խաղաղության մասին, որը գալիս է միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջապես լռում է։ Երբ լույսը սկսեց մտնել պատուհանից, նա դադարեցրեց գրելը, դրեց գրիչը իր սեղանին եւ նայեց դեպի այն արևածագը, որը նա գիտեր, որ վերջինն է։ 28 սեպտեմբերին ժամը 11:30-ի սահմաններում Շիրազի հարևանները լսեցին ծանր ընկնելու ձայն։ Նրանք վազեցին նրա բնակարան, բայց դուռը փակ էր։ Երբ վերջապես կոտրեցին այն, նրանք գտան Շիրազին ընկած գետնին, նրա աչքերը բաց, նայելով դեպի առաստաղը, կարծես տեսնելով ինչ-որ բան, որը ոչ ոք չէր կարող տեսնել։ Նրա սիրտը կանգ էր առել։ Բժիշկները ասացին, որ դա էր սրտի կաթված, բայց նրանք, ովքեր գիտեին նրա պատմությունը, հասկացան, որ դա ավելին էր։ Դա էր մի սրտի մահը, որը խորտակվել էր ոչ թե մի պահի մեջ, այլ տարիների ընթացքում հարված առ հարված, դավաճանություն առ դավաճանություն, մինչև վերջապես այլևս ոչինչ չմնաց, որը կարող էր շարունակել զարկել։ Նրա սեղանին գտան այն թղթերը, որոնք նա գրել էր վերջին գիշերը։ Պաշտոնական տարբերակի համաձայն դրանք էին նրա վերջին բանաստեղծությունները, որոնք հետագայում հրապարակվեցին որպես նրա վերջին ստեղծագործական արտահայտության։ Բայց մի մարդ, ով տեսավ այդ թղթերը նախքան դրանք պաշտոնականացումը, հիշում է, որ կային էջեր, որոնք չհրապարակվեցին։ Էջեր, որոնք պարունակում էին անուններ, որոնք պարունակում էին մեղադրանքներ, որոնք պարունակում էին ճշմարտությունը։ Այդ էջերը անհետացան այդ նույն գիշերը, եւ ոչ ոք երբեք չիմացավ, թե ում դեմ էին ուղղված այդ վերջին մեղադրանքները։ Բայց մի հարց մնում է անպատասխան։ Այդ վերջին գիշերը, երբ Շիրազը գրում էր իր վերջին խոսքերը, արդյոք նա իմանում էր, որ նրա վերջը այդքան մոտ է։ Արդյոք նա գիտեր, որ վաղը նա այլևս չէր լինի այս աշխարհում։ Թե դա էր մի պարզ պատահականություն։ Բժիշկները ասում են պատահականություն։ Նրանք ասում են, որ սրտի կաթվածները գալիս են առանց նախազգուշացման։ Բայց նրանք, ովքեր կարդացին նրա վերջին տողերը, նրանք, ովքեր տեսան նրա վերջին ժպիտը, գիտեն, որ Շիրազը գիտեր։ Ինչպես, դա մնում է գաղտնիք։ Բայց փաստը մնում է, նա գիտեր, եւ նա ընտրեց վերջին անգամ գրել ճշմարտությունը, նախքան այդ ճշմարտությունը նրա հետ մեկտեղ լռեցվեր հավերժ։ 2 օր անց, երբ Սիլվան իմացավ Շիրազի մահվան մասին, նա չլաց։ Նա նստեց իր նոր բնակարանում, որտեղ նա ապրում էր միայնակ, եւ նայեց դեպի պատուհանը։ Փողոցում կյանքը շարունակվում էր իր սովորական հոսքով։ Մարդիկ քայլում էին, երեխաները խաղում էին, ամպերը շարժվում էին երկնքում։ Բայց նրա ներսում ինչ-որ բան կոտրվել էր այնպիսի ուժգնությամբ, որ նա զգում էր, թե ինչպես է այդ կոտրվածքի ցավը տարածվում ամբողջ նրա էությամբ։ Նա հիշեց այն օրերը, երբ նրանք երկուսը երիտասարդ էին, երբ աշխարհը լի էր հնարավորություններով, երբ սերը թվում էր բավարար ամեն ինչի համար։ Ինչպես նրանք հասան այստեղ, այս մութ վայրը, որտեղ սերը փոխարինվեց վախով եւ հույսը ճակատագրական անխուսափելիությամբ։ Գահավիժումը եկավ միայն 3 օր հետո։ Սիլվան պատրաստվում էր գնալ Շիրազի թաղման արարողությանը, երբ նրա դռան բախեցին։ Երբ նա բացեց, տեսավ մի մարդու, ում նա ճանաչում էր։ Այն հին ընկերոջը, ով երբեմն եղել էր նրանց ընդհանուր շրջանակում, բայց ում նա տարիներ շարունակ չէր տեսել։ Նրա դեմքը սպիտակ էր, աչքերը կարմիր, եւ նա պարզապես ասաց. «Սիլվա, մենք պետք է խոսենք»։
Նրանք նստեցին եւ ընկերը սկսեց պատմել մի պատմություն, որը Սիլվան երբեք չէր լսել, բայց որը բացատրում էր ամեն ինչ։ Նա պատմեց, թե ինչպես են նրան մոտեցել 14 տարի առաջ։ Տղամարդիկ KGB-ից, որոնք ասացին, որ եթե նա չօգնի նրանց, ապա նրան տանիքը կտուժի։ Նրանք ուզում էին, որ նա լինի նրանց աչքերը եւ ականջները Սիլվայի եւ Շիրազի մոտ։ Նրանք ուզում էին իմանալ ամեն ինչ, ամեն զրույց, ամեն հանդիպում, ամեն անհանգստություն։ Եվ նա համաձայնվեց։ Ոչ թե քանի որ ուզում էր, այլ քանի որ վախենում էր։ 14 տարի նա հաղորդում էր նրանց։ 14 տարի նա դավաճանում էր իր ընկերներին։ Եվ հիմա, երբ Շիրազը մեռել էր, նա չէր կարող այլևս ապրել այդ դավաճանության ծանրությունը։ Սիլվան նայեց նրան, եւ նրա աչքերում հանկարծ երևաց այն մտքի հստակությունը, որը գալիս է միայն այն ժամանակ, երբ վերջապես բոլոր մանրամասները իրենց տեղ են ընկնում։ Դու ես եղել, նա ասաց։ Դու ես եղել այն մարդը, ով պատմում էր նրանց մեր ամեն քայլի մասին։ Դու ես եղել պատճառը, որ նրանք միշտ գիտեին, թե ինչ ենք մենք մտածում, ինչ ենք պլանավորում։ Ընկերը գլուխը տվեց, արտասուքները հոսում էին նրա դեմքով։ Ես այնքան ներողություն եմ խնդրում, նա սկսեց, բայց Սիլվան ընդհատեց նրան։ Ներողություն։ Դու ուզում ես ներողություն։ Բայց ում համար է այդ ներողությունը։ Ինձ համար։ Շիրազի համար, ով այլևս այստեղ չէ որ լսի։ Թե քո սեփական խիղճի համար, որպեսզի կարողանաս քնել գիշերները։ Սիլվան ոտքի ելավ, եւ նրա ձայնը սկսեց զարկել աճման։ Դուք բոլորդ, ովքեր ընտրեցիք լռել, ովքեր ընտրեցիք ծառայել նրանց, ովքեր վախեցաք կանգնել ճշմարտության կողքին։ Դուք սպանեցիք նրան այնպես էությունական, որքան եթե ձեր ձեռքերով սեղմեիք նրա վիզը։ Բայց ավելի վատ, դուք արեցիք այդ դանդաղ, օլորի, տարի-տարուց, մինչև նրա հոգին այլևս չէր կարող դիմանալ։ Եվ հիմա դուք եկել եք այստեղ ներողություն խնդրելու։ Բայց ես չեմ կարող ձեզ ներել։ Ոչ մեկը չի կարող։ Ընկերը չտեղափոխվեց։ Նա պարզապես նստեց, ծածկեց դեմքը ձեռքերով եւ նրա մարմինը սկսեց դողալ։ Սիլվան նայեց նրան, եւ նրա զայրույթը դանդաղ սկսեց փոխարինվել մի խորը անդունդային հոգնածությամբ։ Գնա, նա ասաց։ Գնա եւ ապրիր քո կյանքով։ Բայց մի երբեք մոռացիր, որ դու եղել ես մասը մի ողբերգության, որը կարող էր խուսափվել։ Մի երբեք մոռացիր, որ Շիրազի մահը քո ձեռքի վրա է նույնպես, ինչպես բոլոր մյուսների, ովքեր ընտրեցին լռությունը։ Շիրազի թաղումը եղավ հոկտեմբերի առաջին օրը։ Հազարավոր մարդիկ եկան հարգանք մատուցելու մեծ բանաստեղծին։ Սիլվան կանգնում էր հեռվից, նայելով շրջապատված մարդկանցով գերեզմանին։ Նրանք բոլորը խոսում էին նրա հանճարի մասին, նրա ստեղծագործությունների մասին, որոնք հավերժ կմնան հայ գրականության մեջ։ Բայց ոչ ոք չէր խոսում իրական պատճառի մասին, թե ինչու նա մեռավ այդքան երիտասարդ։ Ոչ ոք չէր խոսում համակարգի մասին, որը դանդաղ ճզմեց նրա կյանքը։ Ոչ ոք չէր խոսում այն անտեսանելի ուժերի մասին, որոնք որոշեցին, որ Շիրազը վտանգ է եւ պետք է վերացվի։ Մի պաշտոնյա կանգնում էր հեռվից, նույնպես նայելով թաղման արարողությանը։ Նա միայնակ էր եւ նրա դեմքը անտարբեր էր։ Սիլվան նկատեց նրան եւ նրանց աչքերը հանդիպեցին մի վայրկյանի համար։ Այդ պաշտոնյայի աչքերում ոչինչ չկար, ոչ հույզ, ոչ ցավ, ոչ մեղք, միայն սառն վերահսկողություն։ Եվ այդ պահին Սիլվան հասկացավ, որ այդ մարդը էր այն մարդիկից մեկը, ովքեր պատասխանատու էին։ Նա չգիտեր նրա անունը, նա չգիտեր նրա դիրքը, բայց նա գիտեր, որ այդ մարդը եկել էր ստուգելու իր գործի արդյունքները։ Նա եկել էր տեսնելու, թե արդյոք նրա պլանը հաջողված էր, եւ հաջողվել էր։ Շիրազը մեռած էր, Սիլվան մենակ էր եւ համակարգը շարունակում էր գործել, կարծես ոչինչ չէր տեղի ունեցել։ Երբ արարողությունը ավարտվեց, Սիլվան մոտեցավ գերեզմանին եւ դրեց իր ձեռքը հողի վրա։ Նա փակեց աչքերը եւ փորձեց զգալ Շիրազի ներկայությունը, յությունը, բայց ոչինչ չէր։ Միայն սառը հող եւ լռություն։ Նա բացեց աչքերը եւ նայեց դեպի երկինքը, որտեղ ամպերը շարժվում էին դանդաղ, անտարբեր մարդկային ցավի նկատմամբ։ Եվ նրա մտքում մի հարց ծագեց, որը նա չէր կարող պատասխանել։ Արդյոք արժեր։ Արդյոք նրա ընտրությունը հեռանալ Շիրազից փրկեց որևէ բանը, թե այն պարզապես երկարացրեց ցավը, դարձրեց այն ավելի անտանելի։ Թաղումից ամիսներ անց Սիլվան ստացավ մի փաթեթ, առանց ուղարկողի անվան, առանց հասցեի։ Ներսում կար մի թղթաթուղթ, Շիրազի ձեռագրով։ Դա էր այն էջերից մեկը, որը նա գրել էր իր վերջին գիշերը, այն էջերը, որոնք պաշտոնապես անհետացել էին։ Եվ այդ էջում Շիրազը գրել էր. Սիլվա, եթե դու երբևէ կարդաս սա, իմացիր, որ ես երբեք քեզ չմեղադրեցի։ Դու ընտրեցիր ապրել, ես ընտրեցի մեռնել։ Երկուսս էլ արեցինք այն, ինչ մենք կարող էինք անել այն աշխարհում, որտեղ իրական ընտրություններ չկային։
Բայց իմացիր նաև, որ այն ուժերը, որոնք մեզ տարանջատեցին, դեռևս գոյություն ունեն։ Նրանք դիտում են քեզ նույնպես։ Եվ մի օր, երբ դու այլևս չես լինի ձեռնտու, Նրանք կգան քո համար էլ։ պաշտպանիր ինքդ քեզ։ Պաշտպանիր ճշմարտությունը։ Շիրազի մահից հետո Սիլվան ապրեց եւս 30 տարի։ 30 տարի, որոնց ընթացքում նա շարունակեց գրել, շարունակեց ներշնչել, շարունակեց լինել հայ ժողովրդի ձայնը։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան սերտորեն, տեսնում էին, որ նրա աչքերում միշտ էր մի ստվեր, մի խոր ցավ, որը երբեք չանհետանում էր։ Նրա երեխաները մեծացան առանց հոր, բայց նրանք իմացան իրենց ծնողների պատմությունը միայն մասամբ։ Սիլվան երբեք չպատմեց նրանց ողջ ճշմարտությունը։ Թերևս նա ցանկանում էր պաշտպանել նրանց այն ցավից, որը ինքը կրում էր ամեն օր։ Թերևս նա վախենում էր, որ եթե նրանք իմանան, նրանք էլ կդառնան նպատակ այն ուժերի, որոնք երբեք չէին դադարում հետևել։ Շիրազի ընկերները, նրանք ովքեր մնացել էին, դանդաղ սկսեցին խոսել։ Տասնամյակներ անց նրանք պատմում են, թե ինչպես են տեսել ճշմարտությունը, բայց վախեցել հայտարարել։ Թե ինչպես են իմացել, որ համակարգը քանդում էր Սիլվայի եւ Շիրազի կյանքը, բայց անզոր էին արձագանքել։ Նրանք խոսում են այժմ, քանի որ համակարգը փլուզվել է, Բայց արդյոք պատմությունը երբևէ կրկնվի, եթե մենք չսովորենք նրա դասերը։ այս պատմություն է սիրո մասին, որը տոկացավ մի համակարգի դեմ, որը ավելի ուժեղ էր, քան երկու մարդկանց սրտերը։ Դա պատմություն է անտեսանելի ուժերի մասին, որոնք քանդում են կյանքերը հանուն վերահսկողության։ Եվ դա պատմություն է այն ճշմարտության մասին, որը երբեք չի մեռնում, նույնիսկ երբ բոլոր այն մարդիկ, ովքեր գիտեին այն, անհետացել են։ Սիլվայի եւ Շիրազի սերը եղել է իրական, նրանց ցավը եղել է իրական, եւ համակարգը, որը նրանց տարանջատեց, նույնպես եղել է իրական։ Այս պատմությունը ոչ թե մեր պատմության մասին է միայն, այլ մարդկային տարածության մասին բոլոր այն տեղերում, որտեղ իշխանությունը գերակայում է մարդկանց վրա, որտեղ համակարգերը ավելի կարևոր են, քան հոգիները։ Եվ մենք պետք է հարցնենք մեզ, արդյոք մենք թույլ կտանք, որ սա կրկին տեղի ունենա։ Արդյոք մենք կպաշտպանենք այն մարդկանց, ում սերը եւ ստեղծագործությունը սպառնալիք է համակարգին։ Արդյոք մենք կունենանք խիզախություն խոսելու ճշմարտությունը, նույնիսկ երբ դա վտանգավոր է։ Սիլվայի եւ Շիրազի պատմությունը դեռ շարունակվում է ամեն անգամ, երբ մենք կարդում ենք նրանց բանաստեղծությունները։ Դա շարունակվում է ամեն անգամ, երբ մենք հարցնում ենք իշխանությունները։ Դա շարունակվում է ամեն անգամ, երբ մենք հիշում ենք, որ սերը, ճշմարտությունը եւ արվեստը միշտ պայքարում են համակարգերի դեմ, եւ այդ պայքարը երբեք չի ավարտվում։